փորձելու ենք վերհիշել ապագան եւ դա անելու ենք հոգեբան հետազոտող Անի Գրիգորյանի հետ։ Իմ երևակայությունը այնքան չի կարողանում վերակառուցարկել իմ սխեման, որ ինձ 50 տարեկանում պատկերացնեմ։ Մեզ համար ամենահավաստի ստեղծագործական նյութը մեր ինքնակենսագրությունն է, մեր ապրած ժամանակն է, ասենց ասած։ Մոռանալը շատ օգտակար նշանակություն ունի։ Ժամանակի զգացողությունը պատրանք է մարդու համար ինչ-որ առումով։ Պլանավորման, պատկերավորման, երևակայելու կարողությունը։ Ողջույն, կրկին 5 շաբթի երեկո է եւ Բուն TV եթերում Բարդմարդ հաղորդաշարն է։ Ձեզ հետ են ինչպես միշտ բանաստեղծ Կարեն Անտաշյանը եւ ես հոգեբան Սոնա Մանուսյանը։ Այսօր մենք հերթական մարդ թեման ենք վերցրել քննարկման համար, անդրադառնալու ենք մի շարք հիմնահարցեր եւ բնագավառներ հատող եւ հիմնարար տարբեր հարցերի հետ փոխկապակցված մի այնպիսի ֆենոմեն, ինչպիսին է հիշողությունը ապագայի մեր երևակայածի հետ կապի մեջ։ Այսպես ասած, փորձելու ենք վերհիշել ապագան եւ դա անելու ենք հոգեբան հետազոտող Անի Գրիգորյանի հետ։ Անի, շնորհակալություն, որ համաձայնել ես գալ։ Ուզում եմ երկու բառ ասել Անիի մասին, Անին հետազոտող է, ում հետաքրքրությունները շատ լայն տիրույթի վրա են, սկսած անձի ճանաչողական աշխարհաճանաչողության process-ներից մինչև մշակութային արժեքային կողմնորոշումներ եւ պատահական չի, որ հենց Անիին ենք հրավիրել այս բարդ, բազմաշերտ եւ տարբեր բնագավառներ հատող թեման քննարկելու համար։ Անին նաեւ շատ մեծ փորձ ունի թվերի հետ կախարդանքներ անելու հետ, սիրում է մեթոդաբանական հարցեր եւ մտածել է այն հարցերի շուրջ, թե ինչպես հոգեբանությունը կարող է լավագույնս ուսումնասիրել երևույթները։ Ու քանի որ խոսեցինք կախարդականի մասին, նաև ասեմ, որ Անին սիրում է հեքիաթներ գրել եւ նկարազարդել։ Նորից ողջույն Անի։ Բարև ձեզ, ողջույն, շնորհակալ եմ։ Անի ջան, արդեն գլխի ընկար, թե ինչ գրակն ես ընկել եւ ինչ տարբեր ռակուրսներով եւ տարբեր կողմերից ենք քննարկելու հիշողության հարցը, որովհետեւ որքան էլ մենք նայում ենք դեպի ապագան, մենք փոխկապակցված ենք մնում մեր այնպիսի հիմնարար գործընթացի եւ ֆենոմենից, ինչպիսին հիշողությունն է։ Ու մարդիկ հիմնականում, որ ասենց առօրյա պատկերացնում եմ կամ գուցե սխալվում եմ, ասում են հիշողություն պատկերացնում են ավելի պարզ բան, հա, ուղղակի ինչ որ ֆայլից վերցնել, ինչ որ պահարանից վերցնել ֆայլ եւ օգտագործել ճիշտ ժամանակին, բայց ինչպես է իրականում աշխատում հիշողությունը, մի հատ այսպես ներածական տուր մեզ, թե ինչ ֆենոմեն է հիշողությունը եւ ինչպես է այսօր ուսումնասիրվում։ Փորձեմ հիշել, վերհիշելով ապագան այս շատ հետաքրքիր եւ ինչպես ասեցիք բարդ խորագիրը կցանկանայի երկու օրինակով սկսել։ Տեսեք, չգիտեմ ձեզ հետ պատահելա թե չէ, ինձ հետ ամենայն դեպս պատահել է, երբ որ օրինակը մանկական ալբոմն եմ թերթում, ու օրինակ կողքից մամաս ինչ որ բան է պատմում իմ մասին, ասում է, այ տես Անի, այս հագուստով գնացել ենք մակապարտեզ կամ մակապարտեզի հանդեսնա, ու իմ մոտ որոշակի վիզուալ պատկեր է առաջանում, ինչ որ գործողություններ կամ հիշում եմ մակապարտեզը եւ այլն, ու իմ մոտ ինչ որ մի պահից սկսած միգուցե հոգեբանական գիտելիքն է տրամադրել նրան, հարցը առաջանում, հիմա ես սա հիշում եմ, իսկապես ես հիմա հիշում եմ այն ինչ որ մակապարտեզում այդ պահին եղել է, թե օրինակ ես հիմա երևակայում եմ, պատկերացնում եմ, այսինքն մամայիս պատմածի հիման վրա եւ նկարը տեսնելով իմ հագուստը եւ այլն, ինչ որ մի հատ դինամիկ պատկեր է, հա, կինո է առաջանում։ Այս մի հարցը, հա, որ մանկական իմ հիշողությունները իրանք իսկապես հիշողություն են, թե դա ինչ որ երևակայական սիմուլյացիա է, այսինքն հորինված, որը էլի ես հիշում եմ եւ վերարտադրում եմ տարբեր առիթներով, որքանով ես դա ապրում եմ։ Այո, եւ մյուսը օրինակը, եթե օրինակ դուք ինձ հարցնեք իմ երազանքների մասին, ես կսկսեմ էլի իմ երազանքները հիշել, այսինքն, ես երազում եմ, օրինակ երազում եմ Նոբելյան մրցանակ ստանալ, իհարկե ված չի, բայց բանը ասելով է լինում, ես էլի հիշելու եմ, այսինքն նույնիսկ եթե դուք հարցնեք ոնց էր անի եւ այլն, ես կսկսեմ էլի սիմուլացնել, այսինքն
այսինքն հորինել, պատկերացնել, ինչ որ դինամիկ ամբիոնի մոտ ստանում եմ գուցե եւ իմ ելույթը փորձեմ բանանել, հա, բայց եթե ես չհիշեմ իմ երազանքի մասին, այսինքն ես գոնե թե չվերհիշեմ, հա, ես չեմ էլ կարող ասել ես երազանքներ ունեմ եւ ոնց անեմ եւ այստեղ մի կարեւոր բան էլ կա, տեսեք նույն այդ երազանքի կոնտեքստում, օրինակ 5 տարի առաջ ես էլի նույն երազանք ունեմ, հիշում եմ, բայց ասենք երբ որ ես ինձ պատկերացնեմ, հաստատ այդ ժամանակ մազերս սև էին, սև մազերով էին ինձ պատկերացնելու այդ նույն մրցանակը ստանալուց, հիմա ասենք մազերիս գույնը տարբեր է, բայց ապդեյթներ է սա։ Ես անընդհատ իմ ոնց որ խոսքս եմ տարբեր ձևով ձևակերպում եւ այլն, հիմա բայց օրինակ եթե դուք ասեք որ տարիքում եք դուս պատկերացնում ստանալ, եթե ես ասեմ 50 տարեկանում, ինձ շատ դժվար է ինձ պատկերացնել 50 տարեկանում, այսինքն իմ, չգիտեմ, իմ երևակայությունը այնքան չի կարողանում վերակառուցարկել իմ սխեման, որ ես ինձ 50 տարեկանում պատկերացնեմ։ Իհարկե իմ օրինակները օրինաչափություն չեն, միգուցե կան մարդիկ, որ իրանց ֆանտազիան թույլ է տալիս իրանց պատկերացնել այդ 50 տարեկանում, կամ հեռախոսի ֆիլտրերը թույլ են տալիս ծերացնել մեզ եւ իրանք ունեն որոշակի պատկեր, բայց օրինակ ես չեմ կարողանում ինձ իմ ուղեղը չի վերակառուցում ինձ այդ տարիքում, հա։ Ես ուղղակի այս երկու օրինակները խնդրում եմ ցենց մտապահենք եւ փորձենք հասկանանք այդ ինչն է օրինաչափություն։ Ինչպես Սոնա դուք ասեցիք, այո, հիշողության վերաբերյալ դասական պատկերացումը այսպեսին է, հիշողությունը տեղեկատվության մտահպանման, պահպանման եւ վերարտադրման գործընթացն է, շատ դասական սահմանումը եւ երբ մենք ասում ենք սա, ես կարդում եմ ինչ-որ մի ինֆորմացիա, ինձ տալիս են թվերի շարք, ասում են դե անի վերարտադրի, ու ես վերարտադրում եմ։ Հիմա ինչքան ճշգրիտ եմ վերարտադրում, ասում են ինչքան լավ ես մտապահել եւ ինչքան լավ ես վերարտադրում, հա, եւ բավական երկար ժամանակ, մասնավորապես մինչև 1930-ական թվականները հոգեբանության մեջ հենց հիշողության ուսումնասիրությունները այսպիսին էին, այսինքն մարդկանց տրվում էր որոշակի ինֆորմացիա, ընդ որում կառուցվածքավորված ինֆորմացիա, օրինակ թվերի շարք, տառերի շարք, այո, եւ մարդիկ տարբեր մտապահման տեխնիկաներով փորձում էին դա մտապահել եւ վերարտադրել, բայց այդպիսի sense շատ լավ հետազոտող կա հիշողության, դերևս 1930-ական թվականին Բարթլետը փորձեց հիշողության ուսումնասիրությունները տանել դեպի բնական միջավայր, այսինքն մարդկանց տալով հնարավորություն, որ հիշեն պատմություններ, որոնք գալիս են ասենք կյանքից։ Եվ երբ որ մարդիկ մտապահում էին այդ պատմությունները եւ հետո վերարտադրում, նա նկատեց, որ իրական մարդիկ չեն վերարտադրում ճիշտ նույն ձևով, ինչպես իրանք կարդացել են, ընկալել են այդ ինֆորմացիան եւ տարբեր պատմություններ վերարտադրելիս մարդիկ տարբեր առանձնահատկություններ են մտցնում, ինչ որ նյուանսներ, որոնք ասենք սկզբնական բնագրում չկար եւ իմ մոտ այսպես հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված, որ մարդիկ վերակառուցում են, ոչ թե ուղղակի վերարտադրում, այլ վերակառուցում են եւ որոշակի նյուանսներ են բերում եւ շատ հայտնի իր գրքում ինքը այսպիսի մի արտահայտություն ունի, որ դինամիկ փոփոխվող միջավայրում ուղղակի վերարտադրվող հիշողությունը ոչ կարևոր է, այսինքն պետք չի, որ մենք ունենանք այնպիսի մի գործընթաց, որ ուղղակի ինֆորմացիա վերարտադրի, մանավանդ երբ որ մենք ապրում ենք դինամիկ փոփոխվող աշխարհում։ Ես ենթադրում եմ, որ եթե հիմա ենթահարցս տամ, թե ինչ ուղղություններով է ուսումնասիրվում, այսօր հիշողությունը երևի շեշտելու ես, որ հենց որպես կառուցող, բայց կուզեմ դա թողենք մի քիչ հետո, քանի որ դու խոսեցիր, չէ՞, ինքնակենսագրական է։ Ես ուզում եմ շարունակեմ այդ թեման շատ հետաքրքիր է։ Ես իբրև գրող, այսինքն բոլոր գրողներս մեզ համար ամենահավաստի ստեղծագործական նյութը մեր ինքնակենսագրությունն է, մեր ապրած ժամանակն է, ասենց ասած, որտեվ ամենամեծ էմոցիոնալ լիցքը, հավաստիության նշանները, չգիտեմ, գալիս է մեր կենսափորձից, այսպես ասած, բայց նաև մենք գիտենք, թե ոնց ենք վերցնում այդ այսպես ասած փաստական հիշողությունը կենսագրությունից եւ դարձնում դրամատիկ տեքստ, այսինքն ավելացնում ինչ-որ սիրունություններ, դրամատիկ լարում, այսպիսի բաներ։ Վստռումներ։ Հա, այսինքն գալիս ենք միտեղ, որտեղ անցյալի վերապատմումը եւ այդ ապագայի երևակայելը մի տեսակ գալիս համընկնում են ու դառնում են պատմություն, բայց անգամ սովորական մարդիկ, ովքեր գրականությամբ կամ ստեղծագործական գործով չեն զբաղվում, առնվազն մի պատմություն պատմում են իրանց մասին պատմությունը իրանց
եւ մնացածին, այսինքն առնվազն այդ մի պատմությունը ինձ շատ հետաքրքիր է հասկանալ այդ ֆենոմենը, ոնց է այդ մարդու ինքն իր մասին պատմվող պատմությունը խաչասերվում անցյալի վերապատման ու ապագայի երևակայության այդ հատման կետում ու հիշողությունը իբրև պատում այդ ֆենոմենի մասին շարունակելով քո կիսատ թողած միտքը ոնց որ ինձ տեյցել բռնենք տեսեք ձեր հարցը վերակառուցելու է իմ նախապես բանած պատասխանը եթե ես մտքում ինչ-որ մի հնարավոր շարունակություն ունեի բայց տեսեք ներկայում տրված ձեր հարցը հնարավորություն է տալիս ինձ որոշակի վերակառուցել են ինչ-որ ես նախապես ունեմ այսինքն ներկայի ստիմուլը շատ կարևոր է նույնիսկ եթե ես շատ լավ պատրաստված լինեմ հնարավոր ոնց որ հարցերի շրջանակին որը դուք տաք Սրանից նաև ոնց որ ուզում եի տանել նրան, որ ներկան շատ կարևոր է, այսինքն որտեղ ենք մենք վերարտադրում եւ ինչ գործոնների ազդեցությամբ, նպատակով, չէ՞։ Այո, դրան կանխադանանք շատ լավ է որ դուք հնարավոր կանխատեսում եք ոնց է գնալու զրույցը ձեր հարցին պատասխանելու համար ես կուզենամ մի քայլ հետ գնալ հիշողության բնույթը ավելի լավ հասկանալու համար տեսեք երբ որ մենք ասում ենք հիշողություն ինձ թվում է առաջին բանը գալիս է հենց եսի հետ կապված կամ ինչպես դուք ասեցիք ինքնակեսագրական հիշողությունը բայց ինչպես տարբեր երևույթներ կա որոշակի այսինքն ընդունված դասակարգում հա թե ինչ տեսակ հիշողություններ կան իհարկե ես չեմ թվարկի բոլոր հնարավոր մոտեցումները հիշողության դասակարգման բայց եկեք ընդունվածը համարենք հա ինքնակեսագրական հիշողություն կամ շատ հայտնի է էպիզոդիկ կամ տրվագային հիշողություն, որը հենց կապված է մեր կյանքի իրադարձությունների հիշման հետ, սեփական եսի հետ կապված իրադարձությունների, ընդ որում այս հիշողությունը շատ կոնտեքստային է, այսինքն մենք հստակ գիտենք այս իրադարձությունը իր տարածաժամանակային ոնց որ կոնտեքստի մեջ, այդ դրվագը իր մեջ ունի տարբեր դետալներ, հա կոնտեքստի տարբեր ոնց որ առանձնահատկություններ, բայց դրանից բացի մենք ունենք նաև սեմանտիկ հիշողություն կամ դեկլարատիվ հիշողություն կամ փաստերի հիշողություն, հա, այսինքն որը ոչ կոնտեքստուալ տեղեկատվություն է աշխարհի մասին, այսինքն եթե ինքնակեսագրականը դա մեր կյանքի, մեր եսի հետ կապված տեղեկատվության այսպես պահուսն է, ապա սեմանտիկ հիշողությունը փաստերի մասին, մեր հա աշխարհի մասին մեր իմացած տեղեկությունների ամբողջությունն է, օրինակ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, հա կամ հիմա ես որ խոսում եմ որոշակի տեղեկատվություն հիմնված է իմ սեմանտիկ հիշողության վրա ես կարդացել եմ ինչ որ բաներ հիմա ի պատասխան ձեզ նշում եմ հա տեսեք սեմանտիկ հիշողության մեջ պահված տեղեկատվությունը ունի անցյալության կամ անցյալի լինելու չափում Այսինքն հիմա եթե դուք ասեք անի երբ ես սովորել որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է ես այդ հարցին չեմ կարողանալու պատասխանել բայց ես ունեմ այդ գիտելիքը ինչ որ ես կասեմ չգիտեմ բազմապատման աղյուսակը կամ աշխարհի մասին ինչ որ տարբեր բաներ հա բայց եթե դուք օրինակ նույն ձևով իմ կյանքից ինչ որ մի հատ հարց տակ ասենք օրինակ չգիտեմ ասեք անի կպատմես քեզ հիշված նոր տարին եթե այդ հարց տակ ես կասեմ օ իմ հիշված նոր տարին օրինակ 2000 թվականն էր ու սկսեմ պատմել այսինքն ինքնակեսագրական հիշողությունը կամ դրվագային հիշողությունը առանձնանում է անցյալության զգացմամբ, այսինքն մարդը գիտի, որ դա անցյալ լինելու չափում ունի եւ կապված է եսի հետ եւ էմոցիաների հետ։ Այո, եսի հետ եւ էմոցիոնալ երանգավորում ունի, իսկ սեմանտիկ հիշողությունը չունի։ Սա կարևոր է ինձ թվում է տարանջատելու համար, որովհետեւ տեսեք, երբ որ ես ասում եմ հիշողությունը վերակառուցող դեր ունի, սեմանտիկ հիշողության մեջ դա լավ է երևում, որովհետեւ մենք գիտելիքը նույն գիտելիքը տարբեր կոնտեքստներում տարբեր ենք պատմում, իսկ ինքնակեսագրական հիշողության դեպքում շատ կարող է ակնհայտ չլինի, բայց ուսումնասիրությունները հենց կատարվում են մեծամասամբ էպիզոդիկ կամ ինքնակեսագրական հիշողության վրա։ Հիմա գնալով ձեր հարցին թե ինչպես է դա կապվում ապագայի հետ, տեսեք, իսկապես հիշողության նորագույն հետազոտությունները, որոնք իդեպ բումը եղել է 2007 թվականին, ոնց մի քանի հետազոտություններ հենց եկել են ցույց տալու դա, պատահական չի, որ այս անդրանիկ հիշողություններում իր մեծ ներդրումը ունի այսօր աշխարհում արհեստական բանականության ամենամեծ հետազոտական գիտական կենտրոնի հիմնադիրը Դեմիս Հասաբիսը, ով իդեպ անցած տարի ստացել է Նոբելյան մրցանակ, բայց դիմայից այդ բառը ուզում ասես, Ալա մի դեպսա պրայմինգ է ոչ հիշողության մեջ, որտեղ քիչ առաջ ես նշեցի եւ եկավ, հա
Ինքը քիմիայի ոլորտում ստացել, բայց իր անդրանիկ հետազոտությունները նեյրոգիտության ոլորտում էին եւ իրենք արել են այսպիսի մի հետաքրքիր հետազոտություն հիպոկամպի վնասվածք ունեցող մարդկանց հետ, այստեղ նշեմ, որ հիպոկամպը ուղեղի այն կառույցն է, որը պատասխանատու է ինքնակենսագրական հիշողության կամ մեր երկարատև հիշողության պահուստի համար, ընդ որում իրանց հետազոտության հարացուցային փոփոխությունը նրանում էր, որ իրանք հիշողության կորուստ ունեցող մարդկանց ուսումնասիրել են ոչ թե նրանց հիշելու կարողությունը, այլ նրանց ապագայի պլանավորման, պատկերավորման, երևակայելու կարողությունը, այսինքն հիշողության վնասվածք ունեցող մարդկանց իրենց խնդրել են, որպեսզի պատկերացնեն իրենց ապագայում, այսինքն օրինակ վաղը ինչ կանեին կամ 1 ամիս հետո ինչ կանեին եւ այստեղ ուզում եմ ասել, որ երբ որ մենք ասում ենք ապագայի պատկերացում, պետք է հասկանալ երևակայելը ինձ օրինակ ոչ թե պլանավորեմ օրինակ ես վաղը ինչ կանեմ, այլ օրինակ, հա, ինձ պատկերացնեմ վաղվա օրվա մեջ տարբեր անելիքների տեսանկյունից, այսինքն չգիտեմ, ես վաղը վեր կկենամ, կնստեմ իմ համակարգչի առաջ եւ կպատկերացնեմ, հա, եւ իրանց այդ հարցադրումների ի պատասխան իրենք տեսել են, որ մարդիկ դժվարանում են պատասխանել այդ հարցին, այսինքն երբ որ իրանք ասում են պատկերացրու քեզ, մարդը սովորաբար չգիտեմ Այսինքն ոչ մի առանձնապես բան չի ասում եւ երբ որ իրենց մարդկանց նաեւ հարցերին իսկ ինչպեսի զգացողություն ունես դու երբ որ դու պատկերացնում ես մարդիկ չեն կարողացել նույնիսկ տարբերակել եւ հիմնական պատասխանը դատարկ է Այսինքն եթե անցյալը չկա ապագան էլ այո այսինքն մարդիկ դժվարացել են այդ հարցին պատասխանել եւ ամենահետաքրքիրը այստեղ երբ որ արդեն ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային մեթոդը հա ուղեղի ֆունկցիոնալ պատկերավորման մեթոդը սկսվեց կիրառվել, դա նաև հնարավորություն տվեց մարդկանց այս process-ի ընթացքում նկարել ուղեղի համապատասխան կենտրոններ եւ իրենց խումբը եւ նաև այլ հաջորդիվ հետազոտություններ կարողացան ցույց տան, որ այն կենտրոնները, որոնք պատասխանատու են ուղեղում մեր հիշելու process-ի համար, իրանք ակտիվանում են նաև այն ժամանակ, երբ որ մենք պատկերացնում ենք ապագան, այսինքն սա արդեն բավական կարևոր փաստական ապացույց է նրան, որ իսկապես հիշելու process-ը շատ կարևոր նշանակություն ունի ապագայի պատկերավորման համար։ Այսինքն գրեթե նույն բան տեղերով Եվ վերհիշում ենք եւ երևակայում։ Սա շատ հետաքրքիր արձանագրում, այսինքն ժամանակի զգացողությունը պատրանք է մարդու համար ինչ-որ առումով։ Այսինքն կամ լեզվական կանխակալություն, որտեղ ես գիտեմ, որ ինչ-որ լեզուներ կան, որտեղ ժամանակի զգացողությունը այլ է, քան մենք կարող ենք ասենք պատկերացնել, որ կա ապագա, այդ գծային չի, ապագա առհասարակ չկա, կամ անցյալ չկա, չգիտեմ, սենց Շատ կարևոր բան եք ասում, բայց այստեղ կուզենամ մի էլի բան ասել, հա, ընդհանրապես գիտության մեջ շատ կարևոր հարցադրումներ են, ինչպես է, հա, մենք փորձում ենք հասկանալ ֆենոմենի դրսևորումները, բայց հիշողության ուսումնասիրության մեջ այս մտածողության, հա, ինչպես ուսումնասիրել հիշողությունը, ինչ է հիշողությունը եւ ինչպեսի դրսևորում ունի, այս մտածողության փոփոխությունը եղավ այն ժամանակ, երբ գիտնականները հարց տվեցին, իսկ ինչու է հիշողությունը այդպեսին, այսինքն ինչու մենք ունենք ճանաչողական մի գործընթաց, որը ոչ թե մեզ ապահովում է 100% նույնական վերարտադրողական կարողություն, այսինքն ես ընկալեցի մի բան, ինչի է իմ ուղեղը այնպեսին, որ ես չեմ վերարտադրում, հա, միգուցե ուղղակի save չեմ ուղղակի չեմ պահպանում եւ վերարտադրում այնպես ինչպես միգուցե դուք ասեիք գոյա պահպանման համար կարեւոր կլիներ sense ուղիղ հիշել, չգիտեմ, որ այստեղ վտանգ կա կամ այստեղ այս տիպի նավարկման ոնց որ բան կա, այս տարածքում պետքա նավարկել այս ձևով, հա, որպեսզի չգիտեմ, լավ լինի, հեշտ լինի, ապահով լինի, այսինքն գիտականները մասնավորապես 1980-ականներից սկսած միջև ինչպես ասացի 2000-ականներ իրանք այս հարցն են տվել ինչի է անհրաժեշտ ունենալ մի գործընթաց, որը վերակառուցողական է եւ այս տարբեր ուսումնասիրությունները գիտնականներին հնարավորություն է տվել այս ենթադրությանը, բայց ես հակված եմ ասել ոչ միայն ենթադրության, այլ նաեւ որոշակի հիմնավորված եզրակացությանը խնդրում եմ մեղմ վերաբերվել, հա, եզրակացություն հասկացությանը, որ ինչը հիշել, ինչպես եւ երբ մեծապես պայմանավորված են մեր կարիքով կառուցելու ապագան։
երևակայելու ապագա եւ այսինքն շատ եթե ուղիղ ասեմ մենք ունենք հիշողություն որպեսզի ապագայի մասին մտածենք երևակայենք ապագայի մասին նախագծենք այո ոչ այլ ինչ է քան ապագան սպասարկող ճանաչողական process ձեր հարցին գալով թե պատրանքը եւ այլն տեսեք ես կդժվարանա ես այսպես կասեմ հա նաեւ հողում աշարունակելով այն գիտական ոնց որ մտածողության գիծը որը որի շուրջ փորձում եմ կառուցել մտքեր տեսեք մենք ունենք բացառիկ կարողություն մտածականորեն կամ մտայինորեն ճանապարհորդելու ժամանակի մեջ ու այդպիսի նաև ուսումնասիրություններ կան իդեպ մեր հայրենակից նա նաև դրա ոնց որ հայրերից ես չգիտեի եւ բացահայտեցի հա Գուրգեն Միքայելյանը որը կոչվում է mental time travel այսինքն մտային ճանապարհ հա մտային ժամանակային ճանապարհորդություն ես երբ որ նույնիսկ սկսեցի իմ ոնց որ խոսքը այստեղ ես երկու օրինակ բերեցի որը ինձ թույլ տվեց գնալ դեպի անցյալ եւ միաժամանակ գնալ դեպի ապագա, այսինքն մարդը ունի այդ կարողությունը ժամանակի մեջ ճանապարհորդելու եւ իդեպ ասեմ սա էվոլյուցիոն եւ բացառիկ կարողություն է մարդկանց դա անելու եւ դա նաեւ իր ոնց որ գոյաբանական դերը ունի մեզ համար եւ դա մեր ոնց որ նաեւ առանցքային բնութագրի մասը չէ սուբյեկտայնությունը որ մենք ոչինչ բաներ пассив չենք վարվում մենք իրան խաղարկում օգտագործում ենք եւ այս կոնտեքստում պատրանքը ասված է ինչ է դառնում օգնում է մեզ հասկանալ մի քիչ ավել թե ինչ է հիշողությունը Կարենի պրովոկացիային ոնց եթե տեսեք չգիտեմ մարտիկ պատրանք բառին կարող է մի քիչ բան ասեմ պատրանքը վատ բան է հա նաև որովհետև եթե ասենք պատրանքը տպավորություն կստեղծի որ մենք ֆունդամենտալ չեմ ուզում ասեմ սխալ ունենք բայց ֆունդամենտալ աղավաղված աշխարհաճանաչողություն ունենք այսինքն իրականությունը ճանաչելու հիմա իրապես աղավաղված է բայց հիմա կամ պատրանքային է, որովհետև մենք չգիտենք իրականությունը կամ առնվազն մենք իրականությունը ճանաչում ենք այնքանով, որքանով մեր ճանաչողական process-ը դա թույլ է տալիս, այսինքն, չգիտեմ, ես գույները տեսնում եմ այնքանով, որքանով իմ աչքի ընկալիչները ունակեն այդ գունային աստակները անverջ դեպի այդ իմացաբանական, հա, ճանաչելիության եւ ճանաչողության հարցերը գնալ ու չենք վերջացնել, որ պատրանք ուզում եմ ասել, եթե դա սա կարալինի օգտակար կոնցեպտ հասկացություն այս երևույթները հասկանալու համար, բայց ես ոնց որ դա կտեղափոխեի ավելի շատ այդ մտածական ժամանակային ճանապարհորդության կոնտեքստում այնքանով որքանով տեսեք մարդուն ինչքանով դա օգտակար կլինի, որովհետև ես պատահական չասեցի այդ process-ի էվոլյուցիոն նշանակության մասին, պետք է ոնց որ ընդունել որ դա սուպեր զորություն է, այդ բառն սուպեր զորություն է եւ ոչ թե մոլորություն, բնության կողմից մեզ տրված։ Ու այս համատեքստում, այն համատեքստում, որ հիշողությունը ընտրողական է, անձնավորված է, ապագայամետ է, ինչ կասենք մոռանալու մասին։ Մոռացությունը որպես հիշողության մաս։ Այդտեղ ինչ հետազոտություններ կան։ Ես ճիշտ ասած մոռանալու մասին միշտ երբ մոռանալու մասին է խոսք գնում, ես ճիշտ ասած այս օրինակն եմ հիշում, չգիտեմ ձեզ հետ եղել է թե չէ, բայց ինձ համար սա շատ ֆանտաստիկ է բացատրում մոռանալու երևույթը։ Եղել է ձեզ այդ դեպք, ինձ հետ շատ հաճախ է եղել, երբ որ օրինակ ինչ-որ բան ես խոսում, մեկ այդ բառը մոռանում ես, ինչ-որ ուրիշ լեզվով ես ասում, մարդը Ալիջանին հետ եղել է, որ երեխեքիս անուններն են։ Հիմա տեսեք, չէ, ասեմ ինչի եմ ասում, երբ որ բառը մոռանում ես, դիմացինը ասենք հայերենը ասում ես չէ, դա չի, այդ բառը չի։ Ասենք դու չես հիշում այդ հայերեն բառը, ինքը ենթային կոմանիշ է բերել, չէ, դու չես հիշում այդ հայերեն բառը, բայց ինքը ասում է չէ, հաստատ այդ բառը չի, ուրիշ բառ կա դրա հետ կապված։ Ասենք դու մոռացել ես, դու չգիտես, մեկը քեզ ասում է, դու հենց չգիտես քո ուզած բառը որն է, բայց իր ասած ասում ես չէ։ Հա, այսինքն դու ոնց գիտես մի բան, որ չես հիշում, դու մոռացել ես, բայց գիտես որ այն քո մոռացված մի բանին չի համապատասխանում, հա։ Ու չգիտեմ, այս օրինակի ինձ համար նաև Ես գիտեմ, որ չգիտեմ բայց ինչ գիտեմ այդ չգիտելը էլի որ process-ն է ինձ օգնում հասկանալ կամ գիտակցել որ իսկապես ես մոռացել եմ մի բան ու այստեղ շատ հետաքրքիր ոնց որ երևույթ կա որը անվանում են մետա հիշողության մետագիտակցվածություն այսինքն
տեսեք, երբ որ ես ասում եմ ես մոռացել եմ մի բան, ոնց գիտեմ որ ես մոռացել եմ մի բան, այսինքն պիտի մի ինչ-որ մի հատ երբ որ ես հասկանամ, որ հա մոռացել եմ մի բան, շատ իհարկե նաև գիտության մեջ մենք մոռանալը իմ կարծիքով հատկապես հիմա այս որ տեղեկատվություն կա, նաև բացասական երանգով ենք, չէ, բանալում մեծացել եմ, չեմ հիշում այլևս, բայց մոռանալը շատ օգտակար նշանակություն ունի, այսինքն շատ դժվար կլիներ ամեն ինչ հիշել, ամեն ինչ ինչպես որ կա, իր ամեն դետալով եւ այլն, եւ մոռանալը ոչ թե հիշողության procesի վատության կամ բացասական կամ ոչ լիարժեք լինելու մասին, այլ մոռանալը հիշողության procesի օպտիմիզացիայի, օպտիմալացման մասին է, այսինքն ինքը մեզ օգնում է, եթե մենք հիշողության առողջ procesի մասին ենք խոսում, ինքը մեզ օգնում է շարունակաբար նոր տեղեկատվություն ընկալել, սա մի կողմից Մյուս կողմից տեսեք, ինչ ասեցի առողջ process-ի պարագայում, որովհետև հատկապես տրավմատիկ օրինակ փորձառություն ունեցող մարդկանց մոտ, օրինակ ովքեր ծանր ինչ-որ մի հատ փորձառություն են ունեցել, բռնության են ենթարկվել կամ դեպրեսիվ մարդկանց մոտ, որտեղ հիշողությունը կամ փորձառությունը դառնում է դոմինանտող իրենց աշխարհաճանաչողության մեջ, այսինքն շատ հուզական երանգավորված է իրանց փորձը եւ դժվարացնում է իրենց ապրելու գործընթացը, այս պարագայում արդեն մոռանալը շատ ավելի կարևոր նշանակություն կունենա իրենց համար ավելի առողջ, բայց մարդիկ ֆիքսված են մնում իրենց տրավմատիկ փորձառության մեջ ու պարադոքսալը նրանում է, որ տրավմատիկ հիշողությունները ամենահեշտ մոռացվող կամ ամենադժվար մոռացվող հիշողություններն են, հա, որպես այդպեսին, այսինքն կամ մարդիկ, ովքեր օրինակ մանկության տարիքում տեղի ունեցած ինչ-որ մի բանը մոռանում են ու ասենք չեն հիշում ընդհանրապես, Ինչը չի նշանակում, որ դա նրանց վրա չի ազդում, բայց նաև մարդիկ կան, որ օրինակ հատկապես դեպրեսիայի պարագայում, ասենք մարդիկ չեն մոռանում ինչա կատարվել իրանց հետ։ Տեսեք, այստեղ կարևոր է մի բան, եթե նաև տանենք, հա, դեպի գործնական դաշտ, օրինակ ինչպես օգնել մարդկանց եւ այլն, դուք նշեցիք նպատակի մասին, հա, շատ կարևոր է տեսեք, մենք մոռանում ենք, որովհետև չենք հիշում, թե մենք չենք հիշում, որովհետև առիթ չկա հիշելու, այսինքն առիթ ու նպատակ չկա, որ մենք ինչ-որ մի բան հիշենք, իսկ այդ առիթը եւ նպատակը դրանք կապված են ներկայի հետ, հա, այսինքն ինչի պետք է վերհիշել մի բան, այստեղ եւ հիմա, եթե դրա իմաստը չկա, դրա անհրաժեշտությունը չկա, եթե շատ ավելի կոպիտ ասեմ, որ օրգանիզմի ադապտիվ նշանակության տեսանկյունից այս պահին դրա կարիքը չկա, հա, դրա համար այստեղ նույնիսկ եթե հողում անեմ տարբեր հոգեթերապևտիկ մոտեցումների, որոնք օգնում են մարդկանց հաղթահարելու տրավմատիկ փորձառությունը, ինքնանպատակ չի գնալ եւ մարդկանց օգնել վերհիշել անցյալի ինչ-որ մի փորձառություն, եթե մարդը այստեղ եւ հիմա ռեսուրս չի ունենալու հաղթահարել եւ գործ ունենալ իր բանի հետ, այսինքն պետք է նպատակ իմաստ լինի գնալու եւ անցյալից վերցնելու որոշակի մոռացված հիշողություն, եւ վերակառուցելու, իսկ վերակառուցելու նպատակը դա ինչքանով գնալ անցյալի մոռացված հիշողությունը այստեղ բերելը ապագայի համար ինչ նշանակություն ունի, հա, որովհետեւ մենք հուսով եմ մինչ այս կետը եղած քննարկումը օգնեց տեսնել, որ հիշողությունը կարևոր նշանակություն ունի ապագայի պլանավորման համար, ոնց այս կոնտեքստում, հա, իմ մոռացված եւ վերհիշված, հա, փորձառությունը ինչքանով ինձ կօգնի իմ ապագայի պլանավորման, երազելու, նպատակադրման process-ում։ Շարունակելով այդ հիշելու, մոռանալու եւ ինքնության հարցերի այդ խաչմերուկը այս ինքնության եւ հիշողության հարաբերությունների հարցը դե Ջոն Լոքն է առաջինը նկարագրել դեռ 17-րդ դարում, ասելով որ մենք քանի դեռ հիշում ենք ինչ-որ անցյալի փորձառություն, մեր ինքնությունը պահպանվում է, այսինքն sense շատ ուղղագիծ հարաբերություն է ստեղծել, բայց ժամանակակից կոգնիտիվ այս հետազոտությունները ցույց են տալիս, որ անգամ ծանր ինքնակենսագրական հիշողության կորստով Ալցհեյմերի եւ դեմենցիայի ախտանիշներով մարդիկ ամեն դեպքում կարողանում են որոշակի
ազդակներով նույն բնավորության գծերը խառնվածքի կամ տեմպերամենտի կամ չգիտեմ արձագանքել, այսինքն նույն ձև, այսինքն սա նշանակում է որ մեր հիշողությունը մեր ինքնության ամբողջական մասը չի։ Ինչն է այդ դեպքում։ Մեր անձի։ Այսինքն ինքնակենսագրական հիշողությունից բացի կա նաև այլ հիշողության ձևեր, որ ազդում են մեր ով լինելու վրա։ Շատ կարևոր հարց եք տալիս, բարդ է պատասխանել այն իմաստով, որ ինչպես դուք ասեցիք, այո, ինքնությունը շատ կոմպլեքս մի բան է եւ բնականաբար մեր հիշողությունները 100%-ով չեն պայմանավորում կամ եւ չեն կազմում մեր ինքնության կամ անձի, եթե կուզենանք այդպես ասենք, հա, բովանդակությունը։ Որտեղ տարբեր բան է, անձնային գծեր, բնավորություն, խառնվածք, ինչպես արժեքներ, չգիտեմ, վարքային տարբեր պատերներ եւ այլն, ադապտիվ ոնց որ կարողություններ եւ այլն, որոնք պարտադիր չի որ կապված լինեն մեր ինքնակենսագրական հիշողության հետ, այսինքն ինչ է մեզ հետ տեղի ունեցել, բայց շատ կարևոր դեր է կատարում ինքնակենսագրական փորձառությունը մեր անձի կոհերենտության կամ ամբողջականության մեջ, ինչի նկատի ունեմ, այդ օրինակը, որ դուք բերեցիք, հա, Ալցգեյմերով կամ այլ ծանրներով դեգեներատիվ հիվանդությունների պարագայում, երբ որ մարդիկ կամ նույն, ասենք վթարի հետևանքով, օրինակ ամնեզիա ունեցող մարդկանց, տեսեք, իրենք ունենում են իրենց ինքնակենսագրական հիշողություն փոխում է սեմանտիկ հիշողության, այսինքն իրանք ունենում են փաստեր անձի մասին, ասենք կարող է իրանք ընտանիքի անդամ մասին դու սիրում ես այսինչը ուտել կամ գիտես դու կարում ես այսինչ բանը անել, հա, ասենք այդ շարունակում է դաշնամուր նվագել կամ ինչ-որ փաստեր գիտի իր մասին, ասենք գնացել է այս դպրոցը կամ այս, բայց կորել է հետ վերադառնալով ինչ է ինքնակենսագրական հիշողությունը, այդ հիշողության մեջ քո եսի լինելու զգացողությունը, այսինքն որ ես եմ այդտեղ, այսինքն իմ հիշողությունների մեջ իմ ներկայությունը կորել է ու իմ մասին միջուկը չկա, իմ մասին բաները արդեն ինֆորմացիան վերադարձել է ֆրագմենտար փաստեր, ես սա եմ սիրում, ես նա եմ սիրում, այսինքն չկա մի բան, որը այդ անցյալականության մեջ, այսինքն այդ իմ ժամանակային կոհերենտության մեջ բանը կապի, հա, իմ ոնց որ իմ ամբողջականության մեջ, որովհետև տեսեք, օրինակ, մի քիչ շեղվող օրինակ բերեմ, բայց երբ որ ես թերթում եմ իմ նկարների ալբոմը, ես ինձ տեսնում եմ 3 տարեկանում, 10 տարեկանում, 15 տարեկանում, ու ես հիմա ասենք թե 31 տարեկան եմ, նայում եմ ինձ հայրուն, ես մեկը իմ 3 տարեկանի անին, իրանք արտակնապես ոչ մի ընդհանրություն չունեն կամ քիչ ընդհանրություն ունեն, բայց ես նայում եմ այդ ալբոմին ու ասում եմ, հա, ես եմ, ես ճանաչում եմ դրան, այսինքն ես որոշակի հաստատունության, կոհերենտության եւ ամբողջականության պատկեր ունեմ, որ այդ տարբեր անիները դրա մասին են, ու սա ոնց որ հիշողությունը այս գործառույթն է կատարում, որ ես կարողանում եմ այդ զգացողությունը ունենալ, բայց մարդիկ ովքեր մենք խոսում ենք հիվանդությունների մասին, իրանք չունեն այդ զգացողություն, իրանք չունեն այդ տարբեր իմ տարիների բանը մի կորցրել են պատումը իրանց մասին, որտեղ ամբողջանում է եւ ժամանակը, եւ զգացմունքան, եւ պատկերային կապերը, եւ փորձը, եւ երևակայությունը, շատ հետաքրքիր է գրականության հետ համեմատած, այսինքն ոնց որ դասական գրականությունը, որտեղ կա սյուժե, որոշակի տրամաբանություն, զարգացում եւ ավարտ եւ պոստմոդեռն գրականությունը, որը ֆրագմենտալ է, չկապակցված եւ այդ ձևով բերում է մտածողության էլի փաստորեն իրական ձև մարդկային ինքնազգա, որը ֆրագմենտալ է ու ոչ փոխկապակցված, շատ հետաքրքիր էր հիշողության այս ձևերի ու գրականության, որ հենց նոր մտքիս եկավ, այսինքն պատմության իրանց մասին պատմության թել բանն են, ստրուկտուրան է կորցնում մարդը։ Ներեցեք, ես մի պատումն է կորում, թե այն առանցքը, որի շուրջը դա պետք է փաթաթվի կամ հավաքվի։ Ես էլ դրա մասին եմ զուգահեռ մտածում այդ որի շուրջ հյուսվում է պատմությունը, պատումը։ Դուք դուք այստեղ էս օրինակը բերել, հետո ոնց որ շատ վատ կզգայի, եթե չհիշեի։ Տեսեք, մենք
կա չէ, սա օրինակ մեր ամենավաղ հիշողությունները որ տարիքից են։ Օրինակ մենք այնպես չի որ ինչ որ մի տարիքից ենք հիշում, մեր հիշողությունը միցներ, որովհետեւ երբ որ ծնվում եմ, եթե ուղեղի ոչ մի կենտրոն վնասված չի, բոլոր ճանաչողական process-ները գործում են տարբեր ձև, հա, իրանք կարանվորակական եւ քանակական փոփոխությունների են ենթարկվում տարիքի ընթացքում, բայց այնպես չի, եթե ես իմ 2 տարեկանի հիշողությունները 1 տարեկանում բան չեմ հիշում, չի հիշողությունների ժամանակ անջատված էր, չէր գործում, չգիտեմ, ինքը 3 տարեկանից կամ եթե իմ ամենավաղ հիշողությունը 5 տարեկանից, ուրեմն չէ, 5-ից է սկսել իմ հիշողությունը բան անել, հա, ու այստեղ հետաքրքիր բան կա, որ եսի զարգացման հետ է կապվում մեր ինքնակենսագրական, որովհետեւ սեմանտիկ հիշողություն ասվածը փաստերը կամ աշխարհաճանաչողության այս բաները մենք ավելի վաղ ոնց որ խոսքի զարգացման հետ արդեն մանկական ամնեզիա ոնց է կոչվում, այդ որ բայց հենց այդ է ֆունդամենտալ դեր ունի այստեղ ինքդ քեզ պատմելու կարողությունը, դրա համար առաջին մեր ամենավաղ հիշողությունները սովորաբար համընկնում են խոսելու կարողության զարգանալու հետ, այսինքն երբ որ դու կարող ես քո մասին պատմես, այդ ժամանակ էլ արդեն կլինեն հետո քո առաջին հուշերը, դրա համար եթե մարդիկան 3 տարեկանում հիշում է, հավանաբար ինքը 2 տարեկանից խոսել է արդեն, նկատի ունեմ ինչ որ արդեն կարողություն է ձեռք բերած եղել իր մասին խոսել, սա շատ կարևոր է այդ պատմելու։ Այսինքն լեզուն էլ է մտնում իբրև ֆենոմեն հիշողությունը նկարագրելու, հա։ Լեզուն պատկերների համակարգը լավ, ասենք ենթադրենք այն մարդկանց, ովքեր չեն լսում եւ չեն կարող այս տեքստային խոսել, որոշակի լեզվամտածողություն ունեն ամեն դեպքում։ Կոդավորման համակարգ էլի։ Այո, եւ այս տեսակներից տեսեք, զուտ ուղակի նյուանս, ոնց է մենք հասկանում մարդու ճանաչողությունը, մենք փորձում ենք տարանջատել տարբեր process-ներ, որովհետեւ լավ պատկասեք։ Հիմա երբ որ ես ասում եմ հիշողությունը սա է, այս կենտրոններն են պատասխանատու, հիշողության այս տեսակները կա, այդ չի նշանակում, որ մեր ճանաչողական process-ները իրանք sense իրարից տարանջատված են եւ մի աշխարհաճանաչողության ակտում, այսինքն իմ sense դրսևորման մեջ մասնակցում են բոլոր ճանաչողական process-ները։ Հիմա օրինակ երբ որ ես հիմա խոսում եմ, ինչ որ բաներ հիշում եմ, ինչ որ բաներ մտածում եմ ի պատասխան ձեր հարցերին, նույնիսկ երևակայությունը սա ինչ որտեղ հա փորձում վերակառուցել խոսքս եւ այլն, հա, այսինքն նույն այս ամբողջ ճանաչողական process-ները, այո, իրանք իրար օգնում են բնականաբար մեկ երբ որ մտածողություն լեզվատրամաբանական մտածողությունն է զարգանում, ինքը հաստատ օգնելու է այդ ձեր ասած այդ պատումը ավելի լավ հարստացնելուն, հա, եթե իմ բառապաշարս ավելի լայնանում է, ես կարամ իմ մասին ավելի հարուստ ձևով պատմեմ։ Այ ես շատ հետաքրքիր դրվագ է, ուզում եմ, այսինքն երբ որ մենք խրախուսում ենք ընթերցանությունը, հաճախ ենք խոսում։ Ուզում եմ իմ օրակարգը առաջ տանեմ այսքան տեղը։ Այսինքն դու ինչքան շատ տեքստ գիտես աշխարհի մասին, այնքան ապրելու փորձառությունդ ավելի խորն ու հարուստ է, հա։ Ես կխուսափեմ, ասեմ, հա, կամ ես առնվազն չէի ուզենա պատճառական եզրակացության հնարավորություն տալ, բայց տեսեք, երբ որ մենք էլի քննարկում ենք հիշողության վերակառուցող նշանակության մասին, այո, ինչքան իմ փորձը այս տեսանկյունից, հա, հարուստ լինի, այնքան իմ հիշողությունը կամ իմ ուղեղը շատ ավելի շատ տեղեկատվություն կունենա վերակառուցումների համար, հնարավոր վերակառուցումների համար, ավելին, եթե ես մենք հուսով եմ դուք էլ արդեն համոզվեցիք, որ հիշողությունը ապագայի պատկերացման համար կարևոր նշանակություն ունի, այդքանով դա նաև կօգնի իմ ապագայի հնարավոր սցենարներ մտածելու համար, այսինքն մտածողության, որ ես ունենամ հնարավոր տարբեր բան, հա, պատկերացում նույն իրավիճակում։ Ես ուզում եմ էլ ավելի բարդացնել մեր խոսակցությունը, չնայած ժամանակ ունենք, բայց նայ, մենք խոսում ենք, մի տեսակ եսի շուրջն ենք կառուցում, դեռ մինչև այս պահը ավելի շատ անհատի օրինակով ենք ասում, ուզում եմ եսից տեղափոխվենք կամ պրոյեկտենք մենքի վրա, հա, շատ նաև քննարկվող եւ նաև ինչու ոչ սպեկուլյացիաների ենթարկվող հասկացությունը կոլեկտիվ հիշողությունը, այդ մենք, հա, արդյոք այդ որ ասում ենք կոլեկտիվ հիշողություն, դա որպես ֆենոմեն հիշողությունը, թե այլ ավելի բարդ process է, որտեղ կա նաև հիշողություն, միֆա, ինչա, եւ քանի որ նաև տրավմայից խոսեցիր, էլի, մի քիչ ինչ կարող ենք այստեղ էփել, մենքի մակարդակում ինչա հիշողությունը։
հավաքականը։ Այո, շատ լավ բան եք ասում, բայց էլի բարդ, ինչքան ոնց որ սանդղակը մեծանում է, ավելի բարդանում է, ավելի կոմպլեքս է դառնում, բայց շատ կարևոր բան ասեցիք, երբ որ մենք ասում ենք կոլեկտիվ հիշողություն, արդյոք այդ հիշողության մասին է, ով է այն կոլեկտիվը, որ հիշում է կամ ում ուղեղում է պահպանվում հիշողությունը, որովհետև տեսեք, երբ որ անհատական հիշողության մասին խոսեցինք, ես իհարկե շատ կարճ, թող ինձ ներեն նեյրոգետները, շատ կարճ ասեցի որոշակի ուղեղային մեխանիզմների մասին, եւ մենք գիտենք այն լոկալիզացիան կենտրոնների, որը պատասխանատու է մեր տարբեր տեսակի հիշողության համար, բայց երբ որ ասենք մենք խոսում ենք կոլեկտիվ հիշողություն հենց հիշողության տերմինաբանությամբ, հավելելով, չգիտեմ, տրավմատիզացիան, կոլեկտիվ տրավման կամ մոռացումը, կոլեկտիվ մոռացումը եւ այլն, ոնց որ այն նույն տերմինաբանությունը տեղափոխում ենք այլ սանդղակ, ավելի մեծ սանդղակ, հիմա հարց առաջանում, որն է այդ կոլեկտիվ ուղեղը, որը պահում է, որն է այն մեխանիզմները, որը պահում է, եւ բավական մեծ քննարկում կա իրականում, թե մենք այն երևույթին, որը անվանում ենք կոլեկտիվ հիշողություն, պետք է ասենք հիշողություն, թե ուրիշ բան, որովհետեւ երբ որ մենք դա անում ենք, նաեւ այսպես տրամաբանական բան է, գայս, որ արդյոք պետք է կոլեկտիվին վերագրել մտածողություն, որովհետեւ ոնց որ այդ էլ գալիս է նրան, թե կոլեկտիվ գիտակցություն, կոլեկտիվ մտածողություն եւ այլն, դժվար է ասել սա հասկացությունների խնդրեմա թե ֆենոմենների, որովհետեւ հիմա անունը փոխելով կարող է բան չի փոխվում, մի բանը սա կլինի, բայց նաեւ երբ որ մենք ինչ-որ հասկացությամբ ենք երևույթ անվանում, դա նաեւ մեզ ոնց որ պարտադրում է, որ այդ հասկացությունների շրջանակում բացատրենք, ինչ-որ բարդացրեցի։ Հաստը այն է, որ մենք Սոնայի հարցը չի ուզի այտենց մի քիչ էգզիստենցիալ քննարկման, այլ փաստական կան տրավմատիկ փորձառություններ կամ հակառակը հերոսական ինչ-որ պատումներ, միֆեր, առնվազն լեզվական մակարդակում, որ մենք կիսում ենք մեր ինչ-որ համայնքի մեծ կամ փոքր համայնքի հետ, եւ ոնց որ դրա կոնտեքստում ենք նաեւ հարաբերվում իրար հետ, եւ այդ ընդհանուր պայմանավորվածությունը, այդ այն ինչին մենք հավատում ենք կամ չենք հավատում, բանա փոխում մեր հարաբերությունները երով լինելու հետ։ Դա էլ ոնց որ մշակութային կոհերենտություն, այն անձնային կոհերենտ չէ։ Ես չէի խուսափում ձեր, չէի ուզում այնքան բարդացնել, որ հետո ասեի, չէ, գիտեք, եկեք կա այդպես բան ու ոնց որ խուսափեի այդ հարցի պատասխանից, չէ, շատ կարևոր բան եք ասում։ Ունես, բայց հա, ճեշտում ուզում եմ ասել, որ այն երևույթը, որի մասին մենք խոսում ենք, իր մեխանիզմերով եւ հասկացման տարբերվում է նրանից, ինչ որ մենք խոսում ենք, անհատականի մասին ենք խոսում, առնվազն մեխանիզմի եւ ֆենոմենի դրսևորման իմաստով, բայց այո, վերջինը շատ կարևոր նշանակություն ունի եւ խուսափելով այս քննարկումից եկեք գոնե թե ընդունելով որ այո կոնսենսուսով բանալու որ կոլեկտիվ հիշողությունը տեսեք հետաքրքիր մի բան երբ որ մենք ասում ենք կոլեկտիվ հիշողություն ինձ թվում է առաջինը գայս է հասարակությունների հիշողություն թվում ավելի մեծ խմբի բայց իրական ստեղ էլ կա հետաքրքիր սանդղակ կա փոքր խմբի հիշողություն եւ մեծ խմբի հիշողություն ու այս իմաստով օրինակ հա փոքր ընտանիքը այո ընտանիքի հիշողություն մեր ընտանիքի պատմությունը վահա ասենք չգիտեմ մեր տոհմի պատմությունը որը ասենք դեսերում ինչ-որ տրադիցիաներով, ընդ որում ռիտուալները այստեղ կարևոր կապ ունեն, չգիտեմ, մենք մեր ընտանիքով նոր տարին այսպես ենք նշում կամ ինչքան այսօր ասեցի նոր տարի, մի բան կա, հա, այսինքն նոր տարին այսպես ենք նշում կամ տեսեք էլի պլանավորման հետ միգուցե, հա, կապ ունի, այսինքն չգիտեմ, մեր ընտանիքում ընդունված է սա եւ այլն ամուսինների պատմությունը, կոլեկտիվ պատմությունը, զույգերի։ Հիմա տեսեք, օրինակ, ինչ եմ սա բերում, որովհետեւ երկու հոգի են հաստատ իրանց անձնարական ինքնակենսագրական հիշողությունը ամուսնության հետ կապված շատ տարբեր կարա լինի նրա իրանց կոլեկտիվ հիշողության հետ կապված, որ օրինակ, հա, չգիտեմ, որ հարցնում են, երբ տարբեր եք հիշում։ Հա, երբ ասենք, երբ օրինակ ասում են, բան, մի հատ կպատմեք ձեր հանդիպման պատմությունը։ Հիմա տարբեր կարան, չէ, պատմեն որպես անձնական հիշողության, բայց կարող է իրանք, ասենք, չգիտեմ, զույգերը ասեն, արի պայմանավորվենք, որ մեզ այդ հարցը տալիս է, սենց պայմանավորվել է առանցքային բառ։ Դա ինչ որ կոնվենցիա է, չէ՞, այո, կոլեկտիվ։ Որի հետ մենք համաձայն ենք, հա, եկեք սենց պատմենք, նույն ձևով, ասենք, եթե մենք մեծացնենք սանդղակը, նույնը խմբի հիշողության մասին է, հա, ու
Տեսեք, սա այո խմբի հիշողությունը շատ կարևոր ունի կոլեկտիվ ինքնության համար, այսինքն սա եւս մշակութային կոհերենտության բանի մասին է խոսում, բայց երբ որ մենք կոլեկտիվ հիշողության մասին ենք ասում, հետաքրքիր տերմին կա, որը կոչվում է տրանզակցիոն հիշողություն, ինչի մասին է խմբի անդամները պատասխանատու են կոլեկտիվ հիշողության պահպանման եւ վերարտադրման համար, այսինքն ոնց հիշենք, ոնց պահպանենք մի բան, ու այստեղ օգնության են գալիս, ասենք գրվածքները, չգիտեմ, պատմությունը, որը մենք, չգիտեմ, գրավոր պատմում ենք, մեր ազգի պատմությունը, օրինակ, հա, տոհմածառը, բանալին, հա, որ ավանդազրույցները, բանավոր։ Այսինքն ինչ որ մարդիկ, սա չեմ ասում, սենց ընտանիքում սենց մարդիկ գայս են նստում են, ասում են, այ դու կհիշես մեր պապերին, այ դու գիրքը կգրես մեր մասին, հա, սա ինչ որ սոցիալական հարաբերությունների արդյունքում այո այս սոցիալական տեղեկատվության պատմության կամ համատեղ փորձի փոխանակման արդյունքում անուղակի ձևով գուցե ուղակի չգիտեմ օրինակ մեր պատմիչներին հանձնարարել են ամեն թագավոր պատմիչին հանձնարարել է գրի իր պատմությունը հա այսինքն կա պատասխանատվություն կոլեկտիվ հիշողության վավերագրման համար, հա, այսինքն ինչն ենք մենք համարում կոլեկտիվ հիշողություն քաղաքական հարց է, որտեղ ցանկացած ոչ մոռանալու կամ վեր հիշելու այլ կերպ ինքը անպայման ժամանակի մեջ տվյալ ժամանակի մեջ հիշողության հետ կապվող եւս մի երևույթ եմ ուզում քննարկել, որը ամեն դեպքում շատ կոնկրետ անհատական դրսևորում նույնպես ունի մեր ժամանակներին վերաբերվող այդ տեխնոլոգիաների հետ հարաբերության արդյունքում մեր հիշողության ձևի փոփոխությունն է օրինակ եթե կա տենց տվյալ որ 90-ականներին եթե մենք 1990-ականներին հիշում էինք մինչև 15 հեռախոսահամար ապա հիմա 1-2 հեռախոսահամար ես 1.5 իմ եւ կնոջս հեռախոսը 1 հիշում եմ 1 չեմ հիշում այսինքն ստացվում է մի տեսակ արտապատվիրակում ենք այդ Google effect կոչվածը որ մեր փոխարեն կհիշի հիմա էլ արդեն այդ AI բոտերի հայտ գալու հետ արտապատվիրակում ենք մտածողական ֆունկցիաները ուզում եմ մի հատ հստակություն մտցնենք կամ քննարկենք էլի այսինքն մենք սա գնահատում ենք իբրև դեգրադացիա հիշողության եւ մտածողության, թե հակառակը նոր երևույթ է իհայտ գալու, որ տեխնոլոգիան ու մտածողությունը, հիշողությունը սկսում են իրար հետ աշխատել, այսինքն ես արդեն ոչ թե հիշում եմ փաստեր, այլ հիշում եմ այդ փաստերը գտնելու, վերագտնելու ձևը, հա Շատ կարևոր հարց եք տալիս եւ իդեպ հենց Google effect վերնագրով էլ հետազոտություն կա կապված տեխնոլոգիաների հետ ու տեսեք ամեն տեխնոլոգիա սրա նաեւ անդրադարձել է ձեր առաջին հյուրը պարոն Դավիթ Մամոսինյանը որ ամեն տեխնոլոգիա այդ հարցն է հա բանանում որ չգիտեմ գրի ստեղծումով մարդիկ ոնց որ դեգրադացման վախը կա տեսեք այո կա փոփոխություն որոշակի որակական փոփոխություն մեր ճանաչողական process-ների դրսևորման եւ այդ հետազոտությունները ցույց են տվել, որ այո սեմանտիկ հիշողության պարագայում, այսինքն փաստերի մարդիկ չեն հիշում, բայց հիշում են ոչ թե ինչը, այլ որտեղ գտնեմ, այսինքն, չգիտեմ, Google-ում կորոնեմ, հիմա մի հատ chat-ին կհարցնեմ ինչպես, հա, կամ չգիտեմ, այս գրքում ա դրած այս ինֆորմացիան, հա, որ այսինքն մարդը հիշողությունը այս փաստերի հիշումից տեղափոխվել է դեպի նավիգացիոն, այսինքն ես արդեն գիտեմ որտեղ ինչը, այս մի տեսանկյունից, հա, մյուս բանը, որ էլի վերափոխման բանը ինձ թվում է նաև միգուցե այս կոնտեքստում ավելի հետաքրքիր է ոնց է ինքնակենսագրական հիշողությունը փոխվել գadgetների գնալով հա չգիտեմ դուք այդ բանը ունեք բայց երբ որ այն պահից երբ որ ես սկսեցի այլ նկարները թղթային տարբերակով չտպել ես այլ իմ կյանքի ոչ մի նկարին չեմ նայում չէ շատ ավելի շատ նկար ունեմ իմ հեռախոսում կոմպյուտերի մեջ բայց ես երկրորդ անգամ չեմ նայում հա այսինքն որ մենք մեր հիշողությունը դրել ենք գadgetներում բայց հարցը առաջանում թե ինչքան է դա ինտեգրվել որպես մեր ինքնակենսագրական փորձի մաս ու իրականում որոշակի արդեն նոր հետազոտություններ ցույց են տվել որ ավելի ֆրագմենտար է դարձել ինքնակենսագրական հիշողությունը նաև ու ոնց որ մենք մի հատ վստահում ենք լավ Instagram-ում երկու բան share եմ անում կամ մեկ է Facebook-ը ասեցա 6 տարի առաջ դու ես բան ես արել չգիտեմ ես այդ ուզում էի հիշել թե չէ այդ հարցի մյուս մասն է այսինքն ոնց որ այստեղ չեմ կարող ասել դա լավ է թե վատ որովհետեւ օրինակ հետաքրքիր կլիներ այն սերնդի հիշողության ուսումնասիրությունները ովքեր օրինակ
միանգամից գաջեթով են բան արել, հա, իրանց ինքնակեսագրական հիշողությունը կառուցել։ Ես կխուսափեմ ասել դեգրադացիա, բայց ու նաև կխուսափեմ ասել, որ կենսաբանական ֆունդամենտալ փոփոխությունների է ենթարկվում, որովհետև մակրոէվոլյուցիոն փոփոխությունները մենք համենայնպես ես իմ կյանքի ընթացքում չեմ տեսնի, բայց այն որ որակական փոփոխությունների ենթարկման այս բանը մենք տեսնում ենք, սա շատ հոգեբանական ֆենոմեն, այսինքն անձի ձևավորումը կարա փոխվի, որտեղ եթե քո ինքնակենսագրական հիշողությունը, այսինքն բազան, որով անձը ոնց որ զարգանում է, չէ, փոխվում է, փոխվում է նաև գուցե անձի ֆենոմենը նոր հետազոտությունների աբերել։ Ուղղակի նաև եթե հիշենք զուտ, որ հիշողությունը կարևոր դեր ունի ապագայի պլանավորման համար, եկեք ոնց է մարդկանց խրախուսենք ինքնակենսագրական հիշողությունը հարստացեն, որ նյութ ունենան իրանց ապագան պատկերացնելու երազանքներ շարունակեք պատմել ձեր մասին, այդ թվում պատմեք ձեր ապագան, չէ, Անի ջան։ Մի հատ էլ սենց հարց տամ, բայց սենց կարճ փորձենք անդրադառնալ, էլի, կիսալուրջ հարց է։ Տեխնոլոգիաները, բիոինժեներիան, նեյրոգիտությունը այսօր որ կետին են հասել, ինչ են խոստանում կամ սպառնում, կարող ենք մոտ ապագայում խոսել օրինակ, այսպես ասած, հիշողությունների պատվաստման կամ ջնջելու, այսինքն ավելի հենց նյութական աշխատանքի մասին հիշողությամբ։ Կամ սուպեր բարելավելու։ Այսինքն չիպավոր, այո, այսինքն չիպ, եթե մի քիչ լրջացնենք տեսեք որպես իհարկե արդեն կենսաինժեներիայի սիրողական փորձագետ կամ իշխանով որ տեղեկացված է, մենք ոչ միայն նախադրյալները ունենք դրա համար, ինձ թվում է գիտությունը ամեն պայմանը ունի տարբեր միջամտություններ անելու համար, եթե խոսքը հատկապես ինվազիվ, այսինքն մտնել ուղեղի մեջ ինչ որ բան անելու համար է, բայց մարդուն մենք դեռ չենք հասել, որովհետև էթիկան շատ ավելի բան է այդ միջամտությունների համար, բայց առնետների վրա այո կան այդպիսի հետազոտություններ, որոնք օպտոգենետիկ մեթոդա կոչվում, որով այո որոշակի ոնց որ միջամտությամբ նեյրոնների վրա ազդեցության, այսինքն ուղեղի բջիջների վրա ազդեցությամբ կարողանում են առաջացնել կամ սիմուլացնել կոնտեքստում հիշողություններ, որոնք ինքը ոնց որ չի ունեցել, ասենք հուզական հատկապես ապրումների տեսանկյունից, բայց տեսեք մարդու պարագայում օրինակ հա տրավմատիկ հիշողություն ունեցող տրավմա ապրած մարդկանց պարագայում կան դեղորայք, որը օգնում է ոչ թե հիշողությունները ջնջել, այլ հուզական երանգավորվածությունը, հուզական այդ ծանրությունը ծանրությունից ազատել հիշողությունները, այսինքն հիշողությունը մարդու նույնն է մնում, բայց մենք իր այդ հիշողություններից առաջացած հուզական բանն ենք անում։ Այստեղ ես ուղղակի ոնց որ որպես ամփոփում կասեի իմաստը, հա, որն է այդ միջամտությունը։ Եթե մենք կարողանում ենք այդ նպատակ իմաստը լավ հիմնավորել, ինչի է պետք փոխել հիշողություն կամ առնվազն, հա, եթե դա բխում է մարդու ադապտիվության, մարդու կյանքի որակը բարելավելու եւ մարդու հետ համատեղ ոնց որ տեղեկացված համաձայնությամբ միգուցե կարելի է դիտարկել տարբեր միջոցներ, բայց ոնց որ իմաստիցա շատ կարևոր է։ Շատ ճիշտ է, ուղղակի իմաստը շատ հանգիստ կարա արդեն մոտենա դա անելուն եւ փաստորեն այս բան գոնե իմ տպավորությամբ միայն էթիկական հարցերն են պահում այդ սահմանագիծը անցնել, որ մարդու վրա փորձարկվի։ Եվ ինձ թվում է կոմպլեքս բնույթը ուղեղի, որովհետեւ ինչպես մենք հասկացանք, այդպես չի որ մի կոնկրետ օջախը պատասխանատու մեր հիշողության կամ ճանաչողական process-ների համար։ Ինձ թվում է մարդու պարագայում այդպես դժվար է այդ համենայնպես ես հավատում եմ մարդու կոմպլեքս կոմպլեքս լինելու բնույթին բարդ լինելու։ Այո, մենք բոլորս հավատում ենք մարդու բարդ բնույթին եւ ավելին հենում ենք մեր հաղորդաշարը դրա վրա։ Մենք դեռ անվերջ կարող ենք խոսել ուղեղային մակարդակից մինչև մշակութային, բայց ցավոք մեր ժամանակը երբեք չի հերիքում եւ երևի թե շատ չամփոփեմ, որտեղ ամփոփելուց նորից ընկնելու ենք նոր, չէ, նոր ճանապարհներ ենք ընկնելու։ Անի Գրիգորյանի շնորհիվ եւ օգնությամբ կարողացանք ավելի շերտավոր, ավելի ծավալային դարձնել հիշողության բազմաբարդ ֆենոմենի քննարկումը եւ հուսով եմ ինչ որտեղ նաեւ վստահ, որ շատ հետաքրքիր էր։ Կհանդիպենք մյուս անգամ։